վերջին խոսքերն էին, մամ 15 րոպե դարպասները չփակես գալիս եմ, ու այդ 15 րոպեն դարձավ ճակատագրական պարգևի համար։ 22-ամյա Պարգև Հակոբյանի կյանքն ընդհատվել է Էջմիածնում Գոջի մականուն ունեցող Արման Առաքելյանի որդիների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց 13 օր անց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, այդպես էլ ուշքի չգալով։ Մայրը Այդա Գրիգորյանը հիշելով դեպքի օրը պատմում է, ավագ որդուց է զանգ ստացել ու շտապել հիվանդանոց, արդեն այնտեղ իմանալով կռվի մանրամասները։ Արդեն ոստիկանները բոլորը այնտեղ էին, պարզվեց կռիվ ա եղել, ինչի համար ոչ մեկ դեռ չգիտեր, փորձում էին պարզել, շատ ծանր գանգուղեղային վնասվածքներով, անգիտակից վիճակով մի կերպ հասցրել ենք Գրիգոր Լուսավորիչ, որովհետև այստեղ ոչ մի բանով օգնել չէին կարողանալու որդուս։ Մնացած 13 տառապալից օրերն անցկացրել ենք Գրիգոր Լուսավորչի բակում, անգիտակից վիճակում, գանգի կոտրված, կարյան զեղումներ, ամբողջ ուղեղն արյան մեջ էր, ուղեղի այտուց։ Դե պարզվեց, որ ընկերոջ հետ վաղարշաբաթից քաղաքից դուրս գալուց Ռիփսիմե եկեղեցու խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս հորդ անձրև էր, ջրել ա Առաքելյան եղբայրներից Գուրգեն Առաքելյանի մեքենային, որը այդ լուսարձակի տակ կանգնած ա եղել, դա ա եղել պատճառը, ցեխաջրի պատճառով։ Դե նա մեքենաները հետո առաջ են արել, սիգնալ ա տվել, որդուս կանգնացրել, դա ընկերոջ պատմելով գիտենք արդեն։ Դե ընդամենը Պարգևն ասել ա անձրև ա պատուհանդ փակ պահի։ Դե հետագա խոսակցությունները ոնց տեղեկացված ենք ընդհանուր պատմության այդ բանը, որ եկել են 7-րդ դպրոցի մոտ, այդ աղբյուր կա, այդտեղ կանգնած են եղել, մեքենա ա կանգնել, հարցրել այս մեքենան ով ա վարում, Պարգևն ասել ա ես եմ ու հարցակվել են սկսել ծեծել։ Քանի հոգով են եղել։ Տեսեք, տվյալները բազմաթիվ են հասնում մեզ, 3-ից 4 հոգի են եղել, ընկերը ասում ա չեմ կոնկրետ քանի հոգի են, չի ֆիքսել, տվյալ պահին մեղադրյալները երկուսն են, Առաքելյան եղբայրներից, Վալերիկ և Գոռ Առաքելյանները, վաղարշաբաթում իրենց ճանաչում են, իրենց հոր ածականով, Արման Առաքելյանի որդիներն են, ածականը Գոջի, որը այս պահին կալանավայրում է գտնվում մարդասպանության համար, ջրել ա մեծ որդուն Գուրգենին, բայց ծեծողները եղել են մյուս երկու եղբայրները, Վալերիկը և Գոռը։ Իհարկե ինձ համար միանշանակ 3-ն էլ ես մեղադրում եմ 3-ին էլ, դրդապատճառը մեծն ա եղել, մեծ եղբայրի դրդմամբ երկու եղբայրները գնացել են ծեծել որդուս։ Տիկին Այդան նշում է, դժգոհ է վաղարշաբաթի իրավապահների աշխատանքից 13 օր շարունակ մեղավորներին չեն հայտնաբերել, ինքն է բողոքելու հասել նրան, որ գործը տեղափոխեն Երևան, դեմ է նաև առաջադրված մեղադրանքին։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել ա Առաքելյան եղբայրներին, մենք դեմ ենք դրան։ Ես պնդում եմ, որ պետքա վերավորակավորվի հոդվածը։ Մեղադրվում են խմբակային խուլիգանություն, անզգուշությամբ հասցված մահվան, բայց երբ որ փաստերը քննում ես, տեսագրություն, վերջապես դատաբժշկական փորձագետի եզրակացություն ունենք 2 օրինակից, այսինքն առաջին անգամ երբ ստացել ենք, քննիչին ինչ-որ բան չի բավարարել, քննիչը 2-րդ անգամ ա ուղարկել փորձաքննության, ու հստակ բժիշկը նշում ա, որ անզգուշության մասին խոսք չի կարող լինել, 3-ից 4 հարվածներ բուտ գործիքով, բուտ գործիք համարում են բռունցքն էլ ա բուտ գործիք, բայց ես շատ խիստ այս պահին կասկածում եմ, որտև այդ հարվածները ունեինք գանգի կոտրվածք, այս ճակատային հատվածից մինչև ներքև, բժիշկը բացեց համակարգիչը, նայել ենք, բոլոր նկարները կան իմ հեռախոսում, կոտրվածք գանգի, արյունը այդ աստիճան ուղեղը վնասված ամբողջ արյան մեջ, ես չեմ կարծում, որ մարդիկ անզգուշորեն կարողանային որդուս ծեծելով հասցնել այդ վիճակին։ Կադրերը 1 օր հետո հայտնվեցին համացանցում,
Իհարկե 13 օր ինքս միայն աղոթել եմ, այդ պահին մեզ համար կարևոր ա եղել, որ որդիս գա գիտակցության, որ այդ վիճակից դուրս գա, որ հասկանանք մեր հետագա անելիքը, միայն ճիշտը ինքը կասեր։ Բայց դե կան վկաներ, կա վարորդ, որ Առաքելյան եղբայրներին իրենց խանութից դրել է իր մեքենան, հասցրել դեպքի վայր։ Միջնեկ եղբայրը մայիսի 6-ին փախուստի դիմեց, երբ Պարքևս մահացավ մայիսի 6-ին, Գոռ Առաքելյանը ինքնակամ հանձնվեց ոստիկանություն, բայց Վալերիկ Առաքելյանը դիմեց փախուստի։ 4 ամիս գտնվել է փախուստի մեջ։ Մենք տեղեկություն ունեինք, որ քաղաքում է, ուշ ժամերին հայտնվում է իր հայրական տանը, բայց մեր ոստիկանները ոչ մի բան չէին ձեռնարկում մարդասպանին բերման ենթարկելու համար։ Իհարկե իմ բողոքների արդյունքում օգոստոսի 25-ին Պարքևիս ծննդյան օրը Վալերիկ Առաքելյանին էլ հայտնաբերեցին։ Սեպտեմբերից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատաքննությունը։ Այդա Գրիգորյանը որդողված է։ Որդուն սպանողների փաստաբանները միջնորդում են, որ նրանց խափանման միջոցը փոխվի, տնային կալանք տան։ Ուզում եմ հարցս հղել մեր արդարադատությանը, դատախազություն, վերաքննիչ դատարան, վերջիվերջո մեր վարչապետին հարգարժան։ Միթե մեր ժողովրդավարական երկրում մարդասպանի համար կարելի է միջնորդել տնային կալանք։ Իրենց համար դա մի հարթություն է, ինչ գտնվի կալանավայրում, մինչ դատական փուլի ավարտը, ինչ տանը։ Երևի իրենք դրա մեջ տարբերություն չեն տեսնում կալանավայր եւ տուն։ Այսինքն ես գնամ գերեզման, սառը քարին լացեմ, որդուս կարոտը քարից առնեմ, իսկ իրենց մայրը գրկի իր որդիներին, գուրգուրի, մի ահման տաք ճաշ լցնի, որ իր որդիներն ուտեն։ Իսկ իմ տղան սառը գերեզմանակարը գրկելով ես չիմանամ ոնց մխիթարեմ ինձ։ Իմ ամբողջ ցավը դրանում է։ Հակոբյանների ընտանիքը երկար տարիներ ապրել է Մոսկվայում, Պարքևն է ուզել գալ Հայաստան ու ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ավագ եղբայրը ևս ծառայել է։ Մեծ որդից 44 օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հրաշքով փրկված զինվորներից մեկն է, իսկ Պարքևս սեպտեմբերի 13-ի իշխանասարի պատերազմի ժամանակ ա եղել։ Մեջբերեմ այստեղ, որ ապրել ենք Մոսկվայում։ Երեխաներս սովորել են այնտեղ, ընդունվել են այնտեղի համալսարաններ, բայց քանի որ մեր երկիրը չէր ընդունում, որ ուսանողը ավարտի, նոր գա գնա իր ծառայությունը շարունակի, երկու որդիներս էլ որոշեցին գան, ծառայությունը հայրենիքի առաջ պարտքը կատարեն, հետո ըստ այդմ կորոշեն։ Եկել են երկուսն էլ Մոսկվայից, այստեղ ծառայել են բանակում։ Պարքևը գալուց բոլորը մեղադրում էին մեզ։ Բոլորն այստեղից փախցնում են ձեզ, դուք ուղարկում եք գնա բանակ, մանավանդ դա պատերազմից հետո, բայց դե Պարքևին պահել հնարավոր չէր։ 21 թվականին եկել է գնացել ծառայել է Գորիսի Խնձորեսկ գյուղի զորամասում, պաշտպանել են Խնածախի դիրքերը, Իշխանասարի դիրքերը, այդ պատերազմի 4 օրյա պատերազմին եղել են Սև լճում, Իշխանասարում, ու ցավալին էնա, որ երբ մայրը պատկերացնում եք, ասում է Երանի թշնամու գնդակը որդուս տաներ, ես այսօր կասեի հանուն հայրենիքի որդի եմ տվել։ Հետաքրքրվեցինք որդուն դաժանաբար սպանած երիտասարդների հարազատները երբևէ իրենց հետ կապ հաստատել են։ Մի առիթով վերջերս մայրը փորձեց ինձ հետ կապի դուրս գալ եւ մոր հնչեցրած խոսքերը հետեւյալն էին, որ մի անիծեք, անեծքը ծոց տա լցվում, չգիտեմ դա ինձ նկատի ուներ, թե իրեն, եւ ինչ-որ հանդիպում էր ուզում, որ իհարկե ես հանդիպելու ոչինչ չունեմ։ Կանա ներողություն խնդրեց, ցավում էր ափսոս։ Գիտեք ինչ կա, չէ, այդ պահին դե ես արդեն դուրս եկա ափերից, երբ ինքը այդ խոսքերն ինձ ասեց։ Ես ասեմ, ես չեմ անիծում իրանց, Մարիաննա ջան, չեմ անիծում։ Ինքն ինձ ասեց վերև Աստված կա, իհարկե վերև Աստված կա։ Վերև Աստված կա ու Աստծո դատաստանի առաջ բոլորս մի օր կանգնելու ենք, իրենք երևի, չգիտեմ, հնգապատիկ ավելի շատ։ Ասեմ, որ վաղարշաբաթում շատ լավ այդպիսի ակտիվ վարք ունեն,
բոլորին ծեծեն, գլուխներ կոտրեն, խուլիգանական բազմաթիվ գործերով ոստիկանությունում կան չպարզված դեռ գործեր Առաքելյան եղբայրների մասով։ Մեծ որդին հետախուզման մեջ է Ռուսաստանի Դաշնությունում, այստեղ նաև 21 թվականից էլի խուլիգանական դիտումներով սպանություն կա, որի մեջ Գուրգեն Առաքելյանը մասնակից է։ Այդա Գրիգորյանը պատմում է, որ Պարքևի փոքր եղբայրը Արեգը շատ է կարոտում նրան։ Մենք շատ ենք կարոտում Պարքևին, հատկապես իր փոքրիկ եղբայրը, 6 տարեկան եղբայր ունի, որի հետ շատ կապված էր։ Մենք իրեն ասել ենք, որ Պարքևը հրեշտակ է դարձել, որտեվ ինքը սկզբնական շրջանում շատ էր կարոտում ու գիշերները չէր քնում, անդադ Պարքևին էր կանչում։ Եվ 2 օր առաջ հայտարարեց, որ չի ուզում, որ Պարքևն էլ հրեշտակ լինի։ Ուզում է Պարքևը հետ գա ու մեր ուրախ ընտանիքը նորից լինի ուրախ։ Ես ասացի, ինչի ուրախ ենք, չէ, մամ ասեց, առանց Պարքև լավ չի։ Ու ես ուզում եմ իրենց մայրը լսի իմ խոսքերը, որ իհարկե վերև Աստված կա, անգամ այն 6 տարեկան Արեգի յուրաքանչյուր հարցունքի համար դուք պատասխան եք տալու, լինի դա օրենքի առաջ, թե չէ, կարոտը սահմաններ չունի, Մարիաննա ջան, ու վրեժն էլ սահմաններ չունի։ Ես չեմ կարող ասել, թե վաղը ինչ կարա լինի, բայց այդ կարոտը, որ ամեն վարքյան վրեժ ա ծնում, չի կարա անպատիժ մնա։ Քաղցրակեր էի, միշտ Պարքևը գործից գալիս էր, քաղցր էր բերում Արեգին ու այսօր ինքը ինչ քաղցր ուտում է, բերում դնում է այստեղ Պարքևին ու ես մի 2 օր անցնում է, դա տեղից վերցնում եմ, որ ինքն իմանա, դա Պարքևն եկել է տարել է։ Ապրում ենք մեզ խաբելով ամեն օր, որ մի օր Պարքևը կգա։